Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Երկրի բյուջեն դա տվյալ երկրի ապագայի տեսլականն է եւ կամքն է, թե արդյոք ժողովուրդը եւ կառավարությունը ունեն բավարար կամք, գիտելիք, կարողություն եւ հավատ իրագործելու այդ տեսլականը։ 2025 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի կառավարությունը ունի տեսլական, իրական Հայաստանի տեսլականը, որը կենտրոնացած է անվտանգ, խաղաղ, բարեկեցիկ պետություն կառուցելուն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավատում է այդ տեսլականին եւ իր ամենօրյա աշխատանքով, վճարված հարկերով, ստեղծած արդյունքով մաս է կազմում այդ ապագայի ամեն օրվա իրագործմանը։ 2025 թվականի պետական բյուջեն ցույց է տալիս եւս մեկ անգամ, որ մեր երկրի տնտեսությունը աճում է, մուտքերը ավելի են եղել, քան կանխատեսված էր, եւ ծախսերն էլ ավելի են եղել, քան նախատեսված էր։ Եվ այդ ծախսերի ուղղությունն էլ ցույց է տալի հստակ, որ մենք կառուցում ենք մարդակենտրոն պետություն, որտեղ պետությունը ուղղվում է իր ջանքերը, իր ներդրումը մեր երկրի քաղաքացուն ուժեղացնելուն, առողջացնելուն, կրթելուն եւ Հայաստանի Հանրապետության երջանիկ քաղաքացի լինելու աջակցությանը։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ժողովուրդը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավար եւ մարդակենտրոն խաղաղ պետության կառուցումը այլընտրանք չունի։ Բայց ես մի հարց եմ ուզում ուղղեմ, իսկ ուր է մեր ընդդիմությունը։ Ուր է այն ընդդիմությունը, որ այս 5 տարիներին տարածեց ապակտեղեկատվություն, չեկավ բյուջեների քննարկմանը, մեծ հարցեր չուղեց եւ ընդհանրապես զբաղվեց միայն կեղծիկ ապատեղեկատվություն եւ վատ տրամադրություն տարածելով։ Հարց եմ ուղղում, ուր է մեր ընդդիմությունը։ Ապահովագրության վերաբերյալ օրական մի կարծիք հոդված ելույթ են ունենում, որ սպառված է, վերջացած է, քանդված է ժողովուրդ ջան եւ ստիպում են մեր քաղաքացիներին անընդհատ նյարդային ջղաձգումների մեջ լինել։ Ուր են նրանք, ինչու չեն եկել այսօր եւ հարցեր ուղղում, ու ինչի վրա է ծախսվել 2025 թվականի պետական բյուջեն, ինչպես ենք ծախսել պետական բյուջեն։ Չեն գալիս, չեն հարցնում, որտեվ իրենք էլ հստակ գիտեն, որ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտ դիտարկում չունեն, ցավոք սրտի։ Հիմա անցնեմ 2025 թվականի պետական բյուջեին։ Առողջապահության ոլորտում ինչքան է կազմել եւ ինչպես ենք ծախսել այդ գումարները։ Նախ ասեմ, որ 2025 թվականին այն ուրեմն համեմատած իրականացրել ենք, կներեք, 45 բյուջետային միջոցառում, 12 բյուջետային ծրագրերի շրջանակներում եւ կազմել է 164.7 միլիարդ դրամ։ Համեմատությունը 2018 թվականի հետ։ Այն 18 թվականին առողջապահության բյուջեն եղել է ընդամենը 86 միլիարդ դրամ։ 24 թվականի համեմատ ներկայացնեմ, կազմել է 167.8 միլիարդ դրամ եւ ուզում եմ ասել, որ 2026 թվականի պետական բյուջեն շարունակել է աճել եւ արդեն իսկ կազմում է ճշգրտված բյուջեն այս պահի դրությամբ 224.6 միլիարդ դրամ։ Սրանք թվեր են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարության համար մարդը ամենակարևորն է եւ մարդու առողջությունը եւ բարեկեցությունը ամենակարևոր առաջնահերթությունն են։ 2025 թվականի պետական բյուջեն ուղղվել է պետական պատվերի ծրագրերի ընդլայնման, դրանց հասանելիության մեծացման, կապիտալ ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման եւ իհարկե մեր երեխաների անվտանգ եւ առողջ մեծացմանը։ Պետք է ընդգծեմ, որ 2025 թվականը եղել է մեզ համար նախապատրաստական ամենակարևոր տարիներից մեկը եւ մենք
միասին քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ 2025 թվականին ընդունեցինք առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, ենթաօրենսդրական ամբողջ բազան կառուցեցինք եւ 2026 թվականի հունվարի 1-ից գործարկեցինք Հայաստանում շրջադարձային եւ կարող եմ ասել պատմական բարեփոխումներից մեկը առողջության համընդհանուր ապահովագրությունը 2025 թվականի պետական բյուջեի ուղղվածությունն էլ հենց եղել էր որպեսզի մենք պատրաստվենք ընդլայնենք մեր կարողությունները եւ պիտի ասեմ որ շարունակվել է ծրագրերի իրականացումը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման վաղ հայտնաբերման եւ բուժման նկատմամբ եւ շարունակվել է չարորակ նորագոյացությունների բուժման, կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ դիաբետով հիվանդների։ Այստեղ մի պահ ուզում եմ կանգ առնել եւ ընդգծել, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում երեխաների շաքարային դիաբետի կառավարման համար չափազանց կարևոր որոշում կայացվեց։ Դա սենսորային գերժամանակակից համակարգերի տրամադրումն էր, որի արդյունքում 1000-ից ավել երեխա այսօր հնարավորություն ունի ճշգրիտ տվյալներ ունենալ իր առողջության մասին, ճիշտ կառավարել դիաբետը եւ ապրել լիարժեք կյանք։ Այս ընթացքում քարոզարշավին բազմիցս հանդիպեցի ծնողների, երեխաների, ովքեր փաստացի օգտվել են այս հնարավորությունից եւ իմ համար շատ մեծ էր գնահատականը, որ ծնողը ասում էր. ես այլևս հանգիստ եմ, երբ որ երեխան գնում է դպրոց, երեխայի ինքնազգացողությունը շատ ավելի լավ է եւ մենք երջանիկ ենք, որ այլևս նրա հիվանդությունը ճակատագիր չի սահմանափակում նրա խաղալու, սովորելու, կրթվելու եւ լիարժեք լինելու հնարավորությունը։ Եվ սա ամենակարևոր գնահատականն է։ Այս մասով պետությունը 2025 թվականին տրամադրել է 800 միլիոն դրամից ավել գումար եւ սա շարունակական ծրագիր է եւ մենք շարունակելու ենք ել ավելի որակյալ ծառայություններ տրամադրել մեր երեխաներին։ Ասեմ, որ դիաբետի կառավարման մասով պետությունը եւս մի կարևոր քայլ արեց, դա մինչև 40 տարեկան մեր քաղաքացիներին փոխարինեց սրվակային ինսուլինները ժամանակակից գրիչներով եւ սա էլ ասեմ, որ եւս շարունակական է, մենք առաջիկայում հանդես կգանք այս մասով էլի շատ կարևոր ու դրական լուրերի։ Հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիներ։ Մեր ծախսված գումարները իրենց արդյունքները արդեն իսկ տալիս են։ Ես շատ թվերի մասին այսօր չեմ խոսա, ծախսված թվերի մասին։ Ես կխոսեմ մի քանի թվով, որոնք ցույց են տալիս, թե մեր երկրում ինչպես է վաղաժամ մահացությունը կրճատվում, ինչպես է մոր ու մանկան առողջությունը լավանում, եւ սա հենց կարևորագույն ցուցանիշն է, որ մեր քաղաքականությունները արդյունավետ են, մեր ծրագրերը հենց ուղղված են թիրախային կետերին եւ ամեն ծախսված գումարի դիմաց մենք ստանում ենք արդյունք։ Այսպիսով մեզ մոտ Հայաստանում 2025 թվականի արդեն թարմացված վիճակագրական տվյալներով վաղաժամ մահացությունը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 100,000 բնակչի հաշվով կազմել է 85.7, էսա ցուցանիշ է, համեմատած 109 2018-ի հետ։ Հաջորդիվ չարորակ նորագոյացություններից մահացությունը էլի 100,000 բնակչի հաշվով կազմել է 58.4, համեմատ 2018-ին այն 75.6 էր։ Սա չափազանց մեծ ձեռքբերում է եւ սա միայն 2025 թվականի մասին է, սիրելիներս, բայց 2026 թվականի առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում Հայաստանում վստահաբար այս ցուցանիշները ել ավելի են բարելավելու, որովհետև 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգի շնորհիվ 1.7 միլիոն քաղաքացի այսօր օգտվում է դեղապահովումից, այսօր օգտվում է թանկարժեք վիրահատություններից, այսօր օգտվում է հասանելի բժշկական օգնությունից։ Ես ուզում եմ նաև շեշտադրել, որ մեր քաղաքականությունը այս տարիներին չի եղել ուղղված միայն հիվանդաբուժությանը,
այլ եղել է ուղղված կանխարգելմանը։ Եվ այս մասով էլ 2025 թվականի մեր քաղաքականությունը շարունակել կանխարգելիչ բուժզննումների, ծավալների մեծացումը եւ հասանելիության ապահովումը շարունակվել է։ Առաջիկայում կբացվեն 10 մամոգրաֆիկ ծառայություններ մեր մարզերում։ Սա շրջադարձային կետ է, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կին իր մարզային կենտրոնում կկարողանա ստանալ այս կյանք փրկող կանխարգելիչ հետազոտությունը։ Եվ հաջորդիվ էլ, եթե հանկարծ ինչ-որ բան հայտնաբերվի, նա մենակ չէ, պետությունը իր կողքին է եւ հոգ է տանելու, որ հետագա բուժումն էլ լինի ապահովագրության կամ պետական պատվերի շրջանակներում, մինչև ամբողջ համակարգը արդեն կունենանք ապահովագրության ձևաչափով։ Ուզում եմ ասել, որ շարունակվել է նաև կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելիչ հետազոտությունների սարքավորումներով ապահովումը եւ եւս մեր մարզային կենտրոնները հագեցվել են արդեն իսկ այդ ծառայությունները մատուցում են։ Մենք 2025 թվականին էլի որոշակի ներդրումներ իրականացրեցինք, կանխարգելիչ ՊԱՊ-ը փոխարինեցինք նոր տիպի թեստավորումներով, որոնք վերջին սերնդի թեստային համակարգերն են, եւ սա եւս նպաստելու է, որ չարորակ նորագոյացություններից մեզ մոտ մահացությունը իջնի։ Ես ամփոփեմ իմ խոսքը հետեւյալ եզրահանգումներով։ 2025 թվականի պետական բյուջեն եւ դրանից առաջ բոլոր պետական բյուջեները 2026 թվականի շրջադարձային ու պատմական բարեփոխումը ցույց են տալիս, որ պետությունը լավ կառավարիչ է, Հայաստանի Հանրապետությունը ունի կարողություններ հավակնոտ ծրագրերի եւ ունի կամք ու կարողություն այդ ծրագրերը իրականացնելու, եթե հաշվետու է իր ժողովրդին, եւ սա էլ ուզում եմ ընդգծեմ, որ 2026 թվականի նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում մենք ներկայացրեցինք մեր հաշվետվությունը, թե ինչ ենք արել այս տարիներին, եւ ամենակարևորը ստացանք մեր քաղաքացիների հստակ հետադարձ կապը, որոնք օգտվել են մեր ծրագրերից, ովքեր այս ծրագրերի շնորհիվ են կարողացել իրենց կյանքը փրկել, իրենց երեխաների կրթությունը ապահովել, իրենց համայնքում երջանիկ ու բարեկեցիկ կյանք սկսել եւ իրենց ապագան կապել Հայաստանի հետ, իրական Հայաստանի հետ։ Ուզում եմ ասել, որ այս բոլոր թվերը ցույց են տալիս նաեւ հավատը մեր քաղաքացու, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ինքնիշխան, ժողովրդավար, մարդակենտրոն, քաղաքացու մասին հոգ տանող իր ընթացքը։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար